Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, մայիսի 26 Հաստատուն մնալ հավատքի մեջ, Գործք 22-րդ գլուխ 14-րդ խոսք Համբերությունը սրբերի տարբերանշանն է, քրիստոնեական կյանքը պարզապես Աստծո ճանապարհների մեջ քայլելը սկսելը չէ, այլ նաև դրանցում հարատևելը մեր կյանքի բոլոր օրերում։ Քրիստոնյայի դեպքում իրավիճակը նույնն է, ինչ հզոր Նապոլեոնի դեպքում էր։ Նա ասել է. «Հաղթանակն է ինձ դարձրել այն, ինչ ես այսօր կամ, և հաղթանակն ինձ կպահի այդպիսին»։ Այսպիսով Տիրոջով սիրելի եղբայր, Աստծո շնորհքով հաղթանակն է քեզ դարձրել այն, ինչ դու կաս, և հաղթանակն էլ կպահի քեզ այդպիսին։ Քո կարգախոսը պետք է լինի. նա է միայն ճշմարիտ հաղթողը, և նա է միայն վերջում արժանանալու պսակի, ով այնքան է հարատևում, մինչև պատերազմի փողերը դադարում են փչել։ Ուրեմն համբերությունն է մեր բոլոր հոգևոր թշնամիների թիրախը։ Աշխարհը չի առարկում, որ դու ժամանակավորապես քրիստոնյա լինես, եթե միայն նրան հաջողվի գայթակղել քեզ դադարեցնելու քո ուխտագնացությունը և իր հետ առևտրի մեջ մտնել ունայնության շուկայում։ Մարմինն էլ փորձելու է որոգայթի մեջ գցել քեզ կանխարգելելով քո առաջընթացը դեպի Աստծո փառքը։ Մարմինդ ասելու է. ուխտագնացությունը շատ հոգնեցուցիչ է, դադարեցրու այն։ Միթե ես միշտ պետք է ճնշված մնամ, միթե իմ ցանկությունները երբեք չեն բավարարվելու, գոնե արձակուրդ տուր ինձ այս շարունակական պատերազմից։ Սատանան նույնպես բազում կատաղի հարձակումներ կգործի քո համբերության վրա, այն նրա բոլոր նետերի նշանակակետը կդառնա։ Հակառակորդն ամեն բան կանի, որ խանգարի քո ծառայությունը, նա կփորձի համոզել քեզ, որ դու ոչ մի օգտակար բան չես անում և որ հանգստի կարիք ունես։ Նա կջանա հյուծել քեզ տառապանքներով և կշշնջա քո ականջին. Աստծուն հայհոյիր ու մեռիր։ Կամ նա հարձակում կգործի քո հաստատակամության վրա. Ինչ օգուտ, որ դու այսքան նախանձավոր ես, հանդարտ եղիր ուրիշների պես, քննիր ինչպես մյուսներն են քնում և թող քո լապտերն էլ մարի, ինչպես մյուս կույսերինը։ Կամ էլ նա կհարձակվի քո վարդապետական հայացքների վրա. Ինչու ես հետևում այս վարդապետությանը։ Խելացի մարդիկ գնալով ավելի ազատամիտ են դառնում, նրանք տեղաշարժում են վաղեմի սահմանանշանները, դու էլ ժամանակին համընթաց գնա։ Ուրեմն, ով քրիստոնյա, հագիր քո սպառազինությունը և բարձրաձայն կանչիր Աստծուն, որ նրա հոգով կարողանաս համբերել մինչև վերջ։